այս պահին չեմ կարող ասել, իմ տեղեկությամբ չկա, որովհետև մենք այսօր ամբողջ օրը զբաղված ենք հոգևորականների իրավաբանական օգնությունը տրամադրելու հարցերով։ Տեսեք, մի կարևոր բան էլ կա, երկու հոդված են մեղսագրում Մկրտիչ սրբազանին։ Այս երկու հոդվածների մեջ էլ այսպիսի ձևակերպում է օգտագործել օրենսդիրը։ Ասում է, որ այդ արարքը, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով։ Ուրեմն, գիտեք ինչն է հետաքրքիր, որ իշխանական կամ ծառայողական լիազորություններ օգտագործելը չի վերաբերում մասնավոր անձանց։ Սա վերաբերում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց։ Այսինքն, այս հոդվածները, այդ մասերը ընդհանրապես վերաբերելի չեն, ընդհանրապես։ Ավելին իրենք չկարողացան էլ նախաքննության մարմինը մեղադրանքի կողմը չկարողացավ այդ մասով հիմնավոր փաստարկներ բերել։ Եվ սա էլ խոսում էր այն բանի մասին, որ արհեստական մեղադրանք էր, ընդ որում արհեստական ծանր հոդվածներով, որպեսզի կարողանային այստեղ կալանքի մասին որոշում ստանալ։ Ցավալին այն է, որ դա դարձել է սովորական բան։ Տեսեք, փաստորեն 3 ամբողջ օրը Արագածատնի մարզի կրոնական հոգևոր գործունեությունը պարալիզացվել էր եւ բնականաբար իշխանությունը հենց դա էր արել ու ցավալի է, բայց մենք կարծես թե սովորում ենք նման բաների։ Այսինքն հանրության ռեակցիան այս առումով բնականաբար սովորական է դարձել ու մենք գիտենք, որ իշխանությունները էլ ավել են օղակը սեղմելու, բնականաբար մենք գիտենք հիմնական նպատակը մայրաթորն է եւ վստահ ենք, որ հաջորդ քայլերը ուղղելու են դեպի մայրաթոր։ Պարոն Զոհրաբյան, իսկ ինչ հիմնավորում ներկայացրեց, այսինքն կալանքի տանելու համար, այսինքն ինչ կարող է տեղի ունենալ, որ չէր կարող քննչական կոմիտեն անել առանց խափանման միջոցը կալանք ընտրելու։ Նախ եւ առաջ կալանքի համար կարևոր պայմաններից մեկը հիմնավոր կասկած այդ պայմանի առկայությունն է, այսինքն առնչությունը դեպքին եւ հանցակազմին։ Հիմա տեսեք, իրենք մեղադրում են, քիչ առաջ դրա մասն էի խոսում, երկու հոդվածով են մեղադրում, ասում են հավաքներին, ապօրինի հավաքներին հարկադրել եք, որպեսզի մասնակցեն իշխանական կամ ծառայական լիազորություններն օգտագործելով, բայց դա չի վերաբերվում մասնավոր անձին, դա ուղղակի չի վերաբերվում։ Ավելին այդ հարկադրանքի փաստն էլ չկա, ուղղակի չկա, նույնիսկ Տեր Արամի ցուսմունքների մեջ չկա, որ ինձ հարկադրել է եւ այլն, նման բան էլ չկա։ Այս տեսակետից չկա ընդհանրապես հանցագործություն։ Մյուս մասով էլ ասում է քարոզչության վրա է կազդել 21 թվականին, ոչ ժամանակն են ասում, երբ է ազդարացում է ժողով է կարել, ասել եք ում ուզում եք ընտրեք, Նիկոլ Փաշտյանին մի ընտրեք։ Ավելին ասեմ, այդ խոսքերը դա իրենք ցուցմունքներից են արտաբերել եւ այո, քննիչի հիմնավորման մեջ է նշված։ Տեսեք, եթե նույնիսկ նման բան ասվեր պայմանականորեն, ուրեմն դա կոչվում է քարոզչություն։ Քարոզչություն ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է քարոզչությունը։ Դա ասում է որևէ տեխնացուի օգտին քվեարկել կամ քվեարկությունից զերծ մնալու համոզելն է։ Հետևաբար, եթե նույնիսկ ընդունենք պայմանականորեն, որ այդ բառերը եղել են, դա կոչվում է քարոզչություն, դա չի կոչվում հանցագործություն։ Այսինքն որևէ կերպ հանցագործության հատկանիշներ մենք չունենք։ Այսինքն հիմնավոր կասկածներ կարծում եք այստեղ չկա, միանշանակ չկա։ Այստեղ չկա եւ դրան գումարած կալանավորման նպատակն է չկա, ինչու է կալանավորվել, այսինքն ինչի համար նախատեսված է կալանքը, այդ պայմանները առկա չեն։ Եվ բնականաբար միակ բանը, որ կալանքը կիրառվել է, դա Սրբազանին պատժելն է, ինչ որ տեղ ունեցավ նաև Միքայել Սրբազանի դեպքում։ Պարոն Զոհրաբյան, Մկրտիչ սրբազանը որևէ բան ցանկանում էր փոխանցել այստեղ հավաքված քաղաքացիներին։ Մկրտիչ սրբազանի վերջի խոսքն էի կուզենայի մեջ բերել, որովհետև այդ տարքիր այդ իհարկե պաշտպանական կողմի պաշտպանները իրենց բոլոր փաստարկները ներկայացրեցին հարցերով, մենակ երևի 3 ժամ հարցեր են տվել քննիչներին։ Վերջում Սրբազանը ասեց հետևյալ խոսքերը, փորձեմ հնարավորինս տառացի մեջ բերել։ Նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, հետո ասեց ես գիտեմ, որ դուք բոլորդ գիտեք, թե ինչ եք անելու։ Եվ ասեց ես լավատես չեմ, ես գիտեմ հիմա ասեց առավոտյան արդեն 6-ն է, դուք բոլորդ գնալու եք տուն, իսկ ես չեմ գնալու տուն։ Եվ բոլորիդ հաջողություն եմ մաղթում, անփորձակ գնաք հասնեք ձեր տները։ Մկրտիչ Սրբազանի
վերջի խոսքը դա էր։ Այսինքն ինքը լավ պատկերացնում էր, գիտակցում էր, գիտեր, որ իրավաբանություն չկա այստեղ, ցավոք մենք էլ գիտենք, որ չկա, բայց մեզանից կախված ամեն ինչ արեցինք, մեր իրավաբանությունը արեցինք, որպեսզի նրա իրավունքները պաշտպանենք։ Դատավորի ընտրությունը կարծում եք որևէ նշանակություն ուներ այստեղ։ Դե այս դատավորը նաև քննում է Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործը, պատականություններին շատ չեմ հավատում։ Պարոն Զորաբյան, իսկ դուք ասացիք, որ ցուցմունքներ կան, որ ասել է ուզում եք քվեարկեք, բացի Նիկոլ Փաշինյանից, ում ցուցմունքն է դա եղել։ Տեր Արամի ցուցմունքն է եղել, Տեր Թադեի ցուցմունքն, որտեղ նրանք ասում են իրենք ցուցմունքներ չեն տվել։ Չէ, չեն կարող ցուցմունքներ, չէ, եկեք ես հիմա մանրամասներ ձեզ չասեմ, հա։ Բայց հոգեվորական Դուք ինքնուրույն նախաքննություն եք փորձում կատարել։ Պարզ է ցուցմունք է եղել, որ ցուցմունքով էլ փորձել են մեղադրանք։ Բայց այդ ցուցմունքների բովանդակությունն էլ չի մերկացնում հանցագործության կատարման մեջ։ Ցուցմունքներ են, այսպես ասենք, եթե անունները չեք ուզում տալ։ Այո, հոգեվորական է ցուցմունքներ են։ Եվ հոդվածների բաները առանձին կասեք։ Այո, մասերը կասեմ։ Այսքանը կան ուրիշ հարցեր։ Հոգեվորականների հետ կապված Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով, որպես Մկրտիչ Սրբազանին օժանդակելու, այսինքն նույն հոդվածները, նույն, այսպես ասեմ, աբսուրդային վիճակը գտնում են նաև իրենց գործում, եւ գլխավոր հաշվապան է ձերբակալված, պետք է ներկայացվի կալանքի, այսօր նաև քննարկվել է գլխավոր հաշվապահի կալանքի հարցը։ Մյուս հոգեվորականները բոլորը ազատ են արձակված, իսկն չեն ձեռք բերել մեղադրալի կարգավիճակ, վկայի կարգավիճակով ավարտվել է։ 12-ից, այսինքն միայն 1 հոգեվորական է ձերբակալված այս բայդերից։ Չէ, 12 չեն եղել, ավելի շատ են եղել։ Այդ բերման ենթարկված։ Այո, շատ են եղել, չէ, ավելի շատ են եղել, այո։ Աշխարհիկ են եղել։ Սրբազանն է 1 ձերբակալվածը, իսկ մյուսը 3 անձ է ձերբակալվել, Մկրտիչ Սրբազանը, Տեր Գարեգինը եւ գլխավոր հաշվապահը։ Այսինքն բավարար է առանձնացվել առանձին գործերով են իրենք։ Չէ, մեկ գործով ուղղակի դուքս է գնում։ Իսկ քանի որ նախորդ օրը 3 ամբողջ օրը չէիք գտնում 4-5 հոգեվորականի, ի վերջո նրանք որտեղ էին, ինչ բարձրեց։ Տարբեր բաժիններ էին տարել, Էրեբունի բաժին, Աջափնյակի բաժին, Քնչական, այդպես տարբեր բաժիններ էին տարել, Զեյթունի բաժին։ Իսկ ձեր հաղորդումները հանցագործության մասին դրանց ընթացքը տվել է 2 հաղորդում։ Դեռ նորություն չունեմ, Մենք 3 առավոտյան ժամը երևի 9-ից մինչև հիմա մենք այս ընթացքի մեջ ենք։ Եվ կարող ենք ենթադրել կարգավիճակ ունեն այսինքն։ Այո, այո։ Բողոքարկելու եք արդեն, ինչքան հասկանում եմ, այո, այս Անպայման բողոքարկել